Պարոն Շահինյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց կանդրադառնանք, եւ այսպես, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնում է եւ հաստատում, որ այո, սպառնում է, կզացնելու եմ, սատկացնելու եմ, մասկաները կողելու եմ համապատասխան տեղը, ես ներողություն եմ խնդրում այս բառերը օգտագործելու համար, պարզապես սա ուղիղ մեջբերում է իր խոսքից։ Ես կխնդրեմ անդրադառնալ եւ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ինքը ձեր հարազատ Արաբկիրում էր, որտեղ քաղաքացին, որ հետագային պարզվեց վաստակաշատ բժշկուհի է, իր սրտի խոսքը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, առայն որ դու հանձնել ես իմ հայրենիքը, դու սպանել եք իմ երեխաներին եւ ինչից հետո Նիկոլ Փաշինյանը այսպես խանգարմունքի մեջ բղավում է, որ կզացնելու է, սատկացնելու է նախագահների անուններն տալիս Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, սրանից սկսենք եւ հետո արդեն մի քանի թեմաներ եք առանձնացրել, որովհետեւ այսօր նոր հայտարարություն է արել, որ ինչպես հեծը խլեցին, խլելու են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը, ինչին պարոն Ծառուկյանն էլ է արձագանքել։ Շնորհակալ եմ, շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք մեր սիրելի Արաբկիր համայնքից եւ մեր երախտիկի շնորհակալության խոսքը փոխանցենք սիրելի արաբկիրցիներին, ինձ համար շատ թանկ արաբկիրցիներին, որտեղ ծնվել եմ, ապրել եմ եւ ապրելու եմ մինչեւ իմ կյանքի մայրամուտը։ Այո, արաբկիրին շատ բնորոշ է նման հարցապնդումները, որոնք տրամաբանական, վերլուծված, օբյեկտիվ եւ իրական հարցեր են երկրի ղեկավարին։ Արաբկիրը այլ բառամթերք չունի, նա հարցնում հետաքրքրվում է, թե վերջապես ուր են մեր անհայտ կորած հարազատները, մեր հայրենակիցները, մեր քույրերը, եղբայրները։ Իսկ ում պետք է այդ հարցը ուղղել։ Ով է այդ հարցի պատասխանատուն եւ ով է պարտավոր այդ հարցերով զբաղվել, ում պարտականությունների մեջ է մտնում։ Բնականաբար երկրի բարձրագույն ղեկավարության գործառույթների մեջ է դա։ Բայց արդյոք իրենք զբաղվում են։ Իհարկե ոչ, հենց այդ մասին էր Տիկին Սողոյանի հարցադրումը Նիկոլ Փաշինյանին։ Նորմալ, կիրթ, տրվել է հարց են տվել պատասխանի, բայց գժուկը հարցն պատասխանելու փոխարեն իրեն բնորոշ, իրեն հարազատ, բառապաշարով, բառամթերքով շարունակում է աղմուկի մեջ խլացնել այն, ինչ որ ինքը պետք է անի իր գործի բնույթից ելնելով, իր պատասխանատվության մեջ մտնող հարցերի մասին, նա աղմուկ է բարձրացնում, իր լրբությունն ու լաչառությունն է անում խլացնելու այդ ամբողջը։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք, սիրելի հայրենակիցներ, որ ամեն առիթով է նա փորձում խլացնել, նախ ինքը պետք է իր աշխատասենյակում լիներ եւ քաղաքական թիմը գնար մասնակցել, եթե դու 8 տարի կառավարության ղեկին ես նստած եւ գնացել ես ընդդիմադիր ես աշխատում այսօր Քարոզարշավի այս ժամանակահատվածում, ցավում եմ, որ քեզ այդ ընտրությունների ենք գնում, ցավում եմ, բայց երևի թե քաղաքական ուժերը անում են ամեն ինչ առայժմ դեռևս քաղաքացիական բախումներ չտանելու համար։ Իսկ ինքը խլացնում է այդ ամեն ինչը, չի խոսում իշխանության մնալու դեպքում ինչ արհավիկներ են մեզ սպասում։ Այդ ամենը նա իր ծրագրում ինչ որ ձևով տեղավորած կլինի այդ ամենի մասին, բայց կարիք չկա, պետք չէ այդ մասին խոսել։ Դա հետո է պետք գալու, երբ ինքը կվերցնի ծրագիրը, կասի
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ձեզ շատ սիրում եմ։ Չէ որ մենք ձեզ, մեր քաղաքական թիմը ձեզ ներկայացրել էր այն 5 տարվա մեր կառավարման ծրագրի դրույթները, եւ դուք դրա համար մեզ տվել եք ձայն, մեզ տվել եք հնարավորություն հաջորդ 5 տարին ավիրելու, քանդելու, վերացնելու, ինչպես Արցախի հետ պատահեց Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ եք ուզում հիմա մեզանից։ Վստահել եք, ուրեմն մենք էլ իրականացնում ենք այդ ծրագիրը։ Սա լինելու է այն պատասխանը, որ առաջիկա 5 տարին կկազմաքանդվի, որպես պետություն կդադարի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետությունը։ Սա է լինելու ամեն սադրանքի կգնա, նա կհարցակվի Զարոյի Փոստանջյանի վրա, կհիշի կզսնելը, չոքացնելը, սատկացնելը, ասֆալտին փռելը, ամեն ինչ, նույնիսկ արդեն զզվելի է այդ ամեն ինչը եւս մեկ անգամ լսելը, բայց դա շատ ավելի իր համար կարևոր է, շատ ավելի կարևոր է, քանի որ այդ ամենը իրեն հնարավորություն են տալիս շեղվելու հիմնական հարցերից։ Այդ իսկ պատճառով մենք պետք է մաքսիմալ կենտրոնանանք, կողմնորոշվենք, կազմակերպվենք, որ միասնական ձևով գնանք, մասնակցենք ընտրությունների եւ չտալ հնարավորություն այս վայրագին, այս թշվառին, այս թափառականին, այս փողոցայինին, այս խուլիգանին, այս դավաճանին, այս հայրենավաճառին, այս պայմանավորված պատերազմի արդյունքում մեր զավակներին, մեր որդիներին, մեր եղբայրներին, մեր բակի տղաներին ու աղջիկներին պատերազմի դաշտ տանելով եւ այնտեղ թողնելով դիերը մոբեր հայտարարում, էսերանում, էներանում տանը ինչ ունեք, չունեք, վեկալեք, դուրս եկեք, հավաքվեք, ջոկատներ կազմեք, ձեր միջից հրամանատարներ ստեղծեք։ Սիրելի հայրենակիցներ, հատուկ նաև ուզում եմ նշել մի շարք մարզերի բնակիչների համար այս հայտարարությունը։ Չնայած դա բոլորին է վերաբերվում։ Վարդենիսը, Մարտունի շրջանները, այսինքն Գեղարքունիքի մասի այդ Կալբաջարին սահմանամերձ տարածքները, Սյունիքը, ընտրություններից հետո իր պաշտոնին մնալու պարագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ այդ բոլոր տարածքները Լեռնային Ղարաբաղ են եղել։ Իսկ եթե եղել են Լեռնային Ղարաբաղ, բնականաբար Լեռնային Ղարաբաղը ունի տեր իդեմս Ադրբեջանի եւ մենք հանուն խաղաղության պետք է վերադարձնենք տիրոջը արդարության սկզբունքով։ Իրենցն է պետք է տանք իրենց։ Այնպես որ այդ մասով հատկապես շատ կուզեի, որ ուշադիր լինեին Գեղարքունիքի, Սյունիքի, Վայքի մեր հայրենակիցները, բայց կազմաքանդումը բոլորիս է վերաբերվում, մենք մեզ մի նավի մեջ են նստացնելու, որը չի ունենալու նավապետ։ Ով հասրեց գաղթի ճանապարհը կբռնի, ով հասրեց դավանափող կլինի, ով հասրեց նիկոլական կդառնա եւ կավարտվի այս ամբողջ մեր հայկական պետության, պետականության պատմությունը, իդեպ որի մասին ինքը նաեւ նշում է, որ դարեր շարունակ չի եղել պետականություն։ Այո, դարեր շարունակ չի եղել պետականություն, բայց եղել է պայքար։ Եղել է պայքար պետականություն ունենալու համար։ Դե ինքը քանի որ դպրոց չի գնացել, նա կրթություն չի ստացել, նա գիրք չի կարդացել, որը շատ կարևոր է նաև երկրի ղեկավար լինելու համար,
իսկ իրեն մոտ այդ բոլոր հատկանիշները բացառված են, բոլոր հատկանիշները բացառվում են։ Այդ պարագայում նա անում է անհիմն հայտարարություններ։ Ես նույնիսկ հիմա չեմ խոսի Կիլիկիայի թագավորության մասին։ Մենք կխոսենք այսօրվա Հայաստանի տարածքի եւ Արցախի եւ նաեւ այն տարածքները, որը դեռևս գտնվում են Թուրքիայի տիրապետության տակ։ Այս ամբողջ ժամանակահատվածում 11-րդ դարի վերջից սկսած սիրելի հայրենակիցներ, հայ ժողովուրդը եկեղեցու առաջնորդությամբ, հատուկ դա պետք է նշել, եկեղեցու առաջնորդությամբ, այո, եկեղեցին եղել է Սիսում, 1441 թվականից նա տեղափոխվեց արդեն վերջնականապես իր հիմնական տեղը, որտեղ որ պետք է լինի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այո, եղել են, որ կաթողիկոսարանը տարբեր քաղաքներում է եղել, այո, եղել են ջոկատներ, այո, եղել են պայքարի օջախներ, ինքը որ գնում է, իդեպ վերջերս ընդհանրապես չի գնում, պատարակի, ինչ է պատահել չգիտենք, բայց ամեն դեպքում ինքը որպես խորը քրիստոնյա անձնավորություն, ինչպես իրեն ինքն էր ներկայացնում, արդյոք այդ 1-2 ժամը իրեն խանգարում է, որ կիրակի օրերը նա այցելի պատարակ հաղորդություն ստանա, ապաշխարի, հավեսը փախել է, ինչևէ հավեսը փախել է։ Նա տեղյակ չի Իվանե Զաքարե իշխանների մասին, ովքեր Վրաստանից եկան եւ Հայաստանում ինչքան վանքեր կառուցեցին, որոնցից մեկը նաեւ Հովանավանքը։ Նա տեղյակ չի Իսրայել օրու մասին, նա տեղյակ չի Դավիթ բեկի մասին, որը նույնպես հայ էր, մեր հայրենակիցներ եկել էր հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր երկիրը պաշտպանելու եւ Նիկոլներից ազատագրելու համար։ Ինքը Նիկոլ Փաշինյանը տիպիկ քոչվոր գլոբալիստ է, քոչվորները, որոնք եկան եւ այս ամբողջ այս Անատոլիան, Միջին Ասիան, շատ պետություններ ու երկրներ նախ ավիրեցին, հետո դարձան տիրակալներ։ Տեսեք, այն Եվրոպան, որի վրա հենվում է Նիկոլ Փաշինյանը, անվտանգության առումով առաջի հերթին։ Եվրոպան ինքը իր հիմնական քրիստոնեական կենտրոններից ամենագլխավորը նույնիսկ մեկ զինվոր չուղարկեց չպաշտպանեց։ Խոսքը Բյուզանդիայի մասին է, խոսքը Կոստանդինապոլիսի մասին է, որը գրավեց 24 տարեկան Մեհմեդ II-ը։ Բյուզանդիայի կայսրը դիմել էր եւ Հռոմի պապին, եւ Վենեցիայի դոժերին, իշխաններին, բոլորին էր նա դիմել, նամակներ էր ուղարկել։ Իր մոտ ամբողջ Կոստանդինապոլիսում կար 7000 զինվոր։ Բյուզանդիան ուներ 1100 տարվա պատմություն եւ անկումից մի քանի օր առաջ արդեն նոր իմանում են, որ Վենեցիայից ինչ որ մի քանի նավեր են ուզում գալ օգնության, այն էլ որ իմանում են արդեն քաղաքը հանձնվել է, ետ են վերադառնում։ Բյուզանդիան ընկավ եվրոպացիների կողմից չպաշտպանվելու պարագայում։ Այդպես եղավ Կիպրոսի հետ։ Այդպես լինելու է շատ շուտով, մենք ականատեսը կլինենք Ուկրաինայի հետ։ Եվ այս քոչվոր գլոբալիստները, որոնք այսօր տիրում են Հայաստանի Հանրապետությունը, որոնք այսօր նստած են աթոռներին բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Տեսեք, բոլորիս համար շատ անհասկանալի է, անորոշ է, տհաճ է նույնիսկ,
թե ինչ կարևորագույն պաշտոններ, ինչ անպատասխանատու մարդիկ են զբաղեցնում, եւ այդ անպատասխանատվությունը ինքը եւս հանցանք է, երբ դու չես կատարում քո ֆունկցիոնալ գործառույթները սահմանադրությունով նախատեսված։ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկ առաջի օրը վաղը նա ամեն օր իր հայտարարությունների մեջ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքներ է թույլ տալիս, որը հստակ հանցակազմ է պարունակում, հստակ, բայց իրեն ոչ մեկ այդ մասին պատասխանատվության չի կանչում։ Ինչու՞, որովհետև բռնապետիկը իրենց բոլորին այնտեղ նշանակել է որպես կամակատարներ, ինչպես իր ուսապարկերն են ազգային ժողովում։ Իրեն ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա ոչինչի առաջ չի կանգնի, ոտի տակ կտա բոլորին, այո, կկզացնի, կսատկացնի, մասսայական մորթ կիրականացնի, կրակել կտա, կհանձնարարի, վերջում իրեն բնորոշ ձևով կփորձի փախչել, թե հիմա կհայտնվի Արարատի ցեմենտի գործարանում որպես կալանավոր ցեմենտի մեշոկ կրելու, թե Նիժնի Տաբրում քարածուխ կկրի կամ մահապատիժ կստանա, ես չգիտեմ, կարող է եւ այնպես փախնի, այս անգամ տեխնոլոգիաներն թույլ են տալիս դիմակափոխվի եւ այլն տարբեր ձևերով եւ կարողանա ապրել։ Ես դա չգիտեմ, թե ինչպես կավարտվի, բայց ես գիտեմ, թե ինչքան վատ կավարտվի մեր համար, հայերի համար, եթե նա մնա իշխանության։ 8 տարի է հայտարարում է, որ կզացնում եմ, դատում եմ, ունեզրկում եմ, իրոք, չենք տեսել, տղա ջան, դու կորցրել ես ամբողջ վստահությունը հասարակության մոտ, ինչպես որ քեզ արաբկիրում ընդունեցին, հավատա շատ ավելի ծանր բաներ քեզ կարող էին ասել, ուղղակի փոքր շրջաններում մարդիկ վախենում են, ես շատ եմ ուզում, որ գոնե ընտրության օրը ոչ մեկ չվախենա, սիրելի հայրենակիցներ, հայեր ջան, ձեր ցավը տանեմ, չվախենաք, գնացեք ընտրության, մասնակցեք ընտրության, փրկեք Հայաստանը, փրկեք ձեր ընտանիքը, փրկեք ձեզ եւ մեզ։ Յուրաքանչյուրս մաքսիմում ամեն ինչ պետք է անի այս մոբիլիզացիայի համար, այս համերաշխության համար։ Սիրելի հայրենակիցներ, դուք ականատես եք ձեր շուրջը, ձեր հարազատների, բարեկամների, եղբոր, քրոջ, փեսա, հարևան, տեսեք ինչ թշնամություն կա, ինչ թշնամություն է այսօր մեր մեջ մտել։ Կարող եք ասել, դուք ինքներդ ձեզ, ձեր ներսում, քանի հոգու եք հարգում հիմա դուք։ Կարող եք ասել, որ ամոթը մահացել է, չկա, գոյություն չունի, գնաց։ Մենք դրան արժանի չենք, սիրելի հայրենակիցներ, աշխարհը փոխվում է, դուք տեսեք ինչ է կատարվում, քրիստոնյա երկրները ոտքի են կանգնում, վերջերս Վրաստանի վարչապետը ինքը հայտարարեց, որ իրենք անմնացորդ կերպով պաշտպանելու են քրիստոնեությունը։ Մեծ Բրիտանիայում բողոքի մեծ ալիքներ բարձրացավ, փայտե խաչերով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան։ Մենք հիմա օկուպացված ենք, մի կարծեք, որ մենք ունենք հայկական իշխանություն, մեզ այսօր
գրավել են մեր երկիրը, խաբել են մեզ, ստել են, կեղծել են, իրենց բնորոշ, ձեզ սիրում ենք, սրտիկ, այսպես թուլացրել են, ուղարկել են տուն, իրենք քանդում են ու քանդում են, քանդում են ու քանդում են։ Եվ այդ փոսի մեջ ենք, այնպեսի մի անդուն չէ, փոսի մեջ ենք հայտնվելու, որ այնտեղից էլ դուրս գալու ելք տարբերակ չկա։ Հաշված օրեր են մնացել մինչև ընտրությունները, մեզ պետք է սթափվենք, վերլուծենք այս ամեն ինչը եւ այս մղձավանջից պետք է դուրս գալ։ Մենք Մյունհաուզեն չենք, որ մեր գլխի մազերը ինքներս բռնենք եւ ճահիճի դուրս հանենք, չկա այդպիսի բան։ Մենք միայն կարող ենք այստեղ այս տարածաշրջանում որպես պետություն լինել, գոյություն ունենալ առաջնահերթ Ռուսաստանի Դաշնության հետ մեր եղբայրությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը նորից վերականգնելու եւ բարձր մակարդակի վրա բերելու։ Սա է միակ լուծումը, եթե այս տարածաշրջանում պետք է մնա Հայաստանը որպես պետություն եւ լինի հայերի հայրենիքը։ Տեսեք, նորամուծություններ են բերել, ատոմակայաններ կկառուցենք, մենք ձեզ զորք կուղարկենք, չգիտեմ, զինամթեր կուղարկենք։ Քիչ առաջ ես նշեցի, դուք ուղարկող եք մինչև այնտեղ ուղարկեիք, չէ որ հերթ է, մենք այդ հերթում հիմա նոր վերջերն ենք ուզում կանգնել։ Թքած ունեն մեզ վրա, Հայաստանի Հանրապետության վրա, հայ ազգի վրա, հայերը իրենց ավելի շատ պետք են, որ գոնե այնտեղ իրենց երկրներում կարողանան քաղաքակիրթ բնակիչներ ունենան։ Դա իրենց ձեռ է տալիս, կգան այստեղ սենց ինչ-որ սիրունի, քնքուշ, քայլվածքով, բարի դեմքով, ժպիտով, արցունքով, գրկախառնվելով, սրտի կանելով, պաչի կանելով։ Գարին մորթելու ձևը քոչվոր գլոբալիստների մոտ, դա վզի երակը բացելն է։ Մեր վզի երակը բացել են։ Նիկոլը այդ արտերիան բացել է։ Հիմա մենք արյունահոսում ենք եւ հավատացեք, մի մտածեք, որ ձեր դուրը, մեր դուրը դա չի չոքելու։ Մենք պահ է գալու, արյունակամ ենք լինելու եւ չոքելու ենք ու գնալու ենք դեպի երկնային կյանք։ Խորհեք, խնդրում եմ, մտածեք, ինչ է արել, այս մարդը 8 միլիարդ միայն վարկ է վերցրել, մենք մի հատ հասկանանք, ինչ է արել այդ գումարը, որտեղ է ներդրվել, խնդրում եմ մի հատ ինձ պաղպաղակի արտադրություն ցույց տվեք, որ իր ժամանակահատվածում բացվել է, աշխատում է։ Ես ցույց տամ ինձ որտեղ է ներդրվել, պարոն Շահյան։ Ձեր հետևում մի կարճ տեսային ցույց կտակ, խնդրում եմ թեքրեք, որ տեսնեք։ Տեսնում եմ մեր կառուցած դրյակները։ Մի հատ էլ հա, որպեսզի հասկանան ժողովուրդը, Նե՞։ որ Արժի։ Այսպիսի տեսնում եմ մեր կառուցած դրյակները։ Շնորհակալ եմ, հարգելի Մարիամ, այս ռեպորտաժի համար եւ սիրելի հայրենակիցներ, հենց այսպես էլ կա, բայց սա դեռ այնն է, ինչքանը որ մենք գիտենք։ Ես տիրապետում եմ ցուցակների Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարներում, Եվրոպաներում, Միացյալ Նահանգներում։
այս կրիպտովալյուտաների շուկաներում, թե ինչ շարժեր, ինչ շրջանառություններ, ինչ միջոցների են իրենք տիրապետում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, այսօր աշխարհի ամենահարուստ կապիտալ ունեցող մարդը դա Նիկոլ Փաշինյանն է, որի կապիտալը 10 միլիարդից ավելին է։ Նա այդ ամենը կարող է եռապատկել, քառապատկել Հայաստանի Հանրապետության կազմաքանդումից հետո մեր պապական, հայրական տները երբ մի տոմսի գնով կփոխանակենք, կհեռանանք մեր հայրենիքից, որը էլ չի լինի, որ արդեն որպես մեզ հայրենիք, կլինի տարածք, որտեղ մենք ապրում ենք։ Այս սրիկան ասում է գուբերնիա ենք եղել։ Ճիշտ է։ Մարս, Ռուսաստանի Դաշնության Մարս։ Ստացվում է, որ ինքը Նիկոլիկը այնքան նա զորեղ կարող ուժեր, որ եկավ գուբերնիային կանգնեց տեր, դառավ գուբերնատոր։ Ես հիշում եմ, ինքը վարչապետ պետք է դառնար, ընտրվեր, արդեն գիտեր, երևի մայիսի 7-ն էր, եթե չեմ սխալվում, 18 թվականի, Արսինե Խանջյանի հետ գնաց Գյումրի հրապարակում, այնտեղ հավաք էր կազմակերպել, եւ իր բառերն էր, որ մենք որևէ մտադրություն չունենք հապկից դուրս գալու։ Մենք մեզ տեսնում ենք հապկի կազմում։ Սիրելի հայրենակիցներ, այն խաբեբայությունները, որ իրենք մեզ ներկայացնում են, խաղաղապահները այս արեցին, ինչու սա չարեցին, ինչու նա չարեցին, հրաշալի ձևով այդ ամբողջը փաստացի գոյություն ունի եւ Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներում եւ աշխարհի տարբեր շատ երկրների հատուկ ծառայությունների արխիվներում, թե ինչպես մենք հատուկ ձևով կազմակերպեցինք, սադրեցինք, պայմանավորվեցինք 2020 թվականի պատերազմը, նրան հաջորդած պատերազմները եւ Արցախում իրականացված ցեղասպանությունը։ Արցախում իրականացվել է եւ մարդկային, եւ մշակութային, եւ հոգեվոր ցեղասպանություն։ Հիմա այս սրիկան վերջնականապես կկազմաքանդի հայ առաքելական եկեղեցին, դե դպրոցները արդեն կազմաքանդված են, տեսնում ենք ուսուցիչ չէ, արդեն շատ քիչ թվով մարդիկ են մնացել, որոնք որ իրենց մասնագիտությանը հավատարիմ իրենց աշխատանքն են կատարում։ Մյուսների մոտ մցրել է որտեղ հաց, այնտեղ կաց ապրելաձևը։ Երրորդներին սպառնում է, որ կկզացնեմ, կստորացնեմ, կոչնչացնեմ։ Չորրորդներին ասում է, դե հա, ինչ ա եղել, կհարմարվենք, համակեցված կապրենք մեր հարևանների հետ, այն պարագայում, որ երբևէ այդ հարևանները երբևէ չեն պատրաստվում քեզ հետ համակեցված ապրելու։ Դու տարածքը պետք է լինի իրենցը, դու էլ ասիմիլացվես, այնտեղ խելոք հանգիստ ինչ-որ, չգիտեմ, մի գործ բան ճարես, տուրիզմով զբաղվես կամ ինչ-որ ֆիթնեսի մարզի, ինչ մի բան, ինչ-որ մի աշխատանք այդ երկրում քաղաքական ինչ-որ նպատակներ չլինեն, կազմակերպություններ չլինեն, Հայաստան պետության վերականգնման հետ կապված գաղափարներ չլինեն, ազգային գաղափարներ, իսկ ապրել կարող եք ապրել, ինչ ա եղել, ապրեք, նույնիսկ թոշակ կտան թոշակառուներին։ Շարունակեմ, որ մեր միակ թիվ 1
միակ եմ ասում որպես թիվ 1, թիվ 1 բարեկամը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Իմիջիայլոց այսօր Մարիա Զախարովան արձագանքել է արևմուտքյան ցինիկ բնդումներին, թե Ռուսաստանը Հայաստանի ներքին, հիմա մի փոքր ավելի ուղիղ, արևմուտքի բնդումները, թե Ռուսաստանը աշխատ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան որակել է ցինիկ, ավելին կոչ է արել նույն այդ արևմուտքին, տեսնել թե ինչպես է Փաշինյանը խոսում իր քաղաքացիների հետ, բերելով մի օրինակ, ինչպես է գոռում մի կնոջն ասում, թե պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունից զուգարանում։ Ես կուզեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք եւ այսօր է Նիկոլ Փաշինյանը ասաց Ռուսաստանի դեմ բան չենք անելու, հայերեն հարաբերություններ ունենք, բայց աջ ու ձախ բոլորին հանել Ռուսաստանի շպիոն։ Դա Նիկոլի բնորոշ ամենաբնորոշ բնութագիրն է խափել առավոտը ինչ որ բան ասել, ցերեկը հերքել, երեկոյան արդեն կողմնակից լինել։ Իր գործունեության, իր գործառույթը, իր բառամթերքը դա ստախոսությունն է, նախանձն է, իր մեջ եղած վախերն են, որի արդյունքում, այո, իր մեջ եղած վախերի արդյունքում ինքը կասի ինչ որ չի ընդունում, կասի ընդունում եմ, ինչ ընդունում է, կասի չեմ ընդունում։ Մենք այսպիսի անհավասարակշիռ, ստախոս, խաբեբա մարդու հետ գործ ունենք։ Սիրելի հայրենակիցներ, հազարավոր տարիներ, հարյուրավոր չէ, հազարավոր տարիներ հայերը ունեցել են մշակույթ, ունեցել են պետություն, այո, եղել են անկումներ, շատ ավելի հզոր պետություններ են եղել, որոնք անկումից հետո չեն վերականգնվել, բազմաթիվ ազգեր կան հին ազգերի մեջ, որ կան դեռ իրենց սերունդները կան, բայց որպես պետություն իրենք չկան եւ մինչեւ այսօր նրանք պայքարում են, չաճարվում են։ Եվ մենք տեսեք, թե ինչ մակարդակի, ինչ որակի պաշտոնյայի ղեկավարի հետ գործ ունենք ինքը եւ իր թիմը։ Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ, չեք ամանչում դուք դրա համար։ Դեռ այստեղ ձեր բակում, ձեր զրուցարանում, բիսեդկայում, սա մեր հայրենիքը սարքել է Խոշոր շահում ֆիլմի միջի այդ բեսեդկան, որտեղ ոչ մեկի չի լսում, բոլորը իրար վրա մատնություն են գրում եւ բոլորը իրար հետևում են։ Ստախոս, խաբեբա, ազգա, պիղծ, հայրենա վաճառ պերսոնա է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի տեսակից պետք է հրաժարվել։ Չի կարելի թույլ տալ։ Սիրելի ժողովուրդ, ես հասկանում եմ բոլորիս հավատացել են, հավատում են, խորհեք, օրերը քիչ են մնացել, խորհեք, իրեն ապաշխարություն, նա պետք է ապաշխարի, աղոթի, ես դրա համար շատ անհանգիստ եմ, որ ինքը կիրակի օրերը արդեն չի գնում պատարակների, որովհետև վստահ եմ տաննել նա չի աղոթում։ Շայման, ինչու այդպես հարցակվեց նաև Զարուհի Խոստանջյանի վրա։ Գիտեք, երբ մարդ դուրս է եկել քարոզարշավի, պետք է խոսի ծրագրերից, անելիքներից, ժամանակահատվածից, թե ինչ ժամանակահատվածում, ինչ գործեր են անելու, ինչ փոփոխություններ են անելու, որ ոլորտը ինչ սպասումներ կարող է ունենալ։ Դպրոցներ, թոշակառուներ, քաղաքային խնդիրներ, Երևան քաղաքը ամբողջովին թաղված է խնդիրների մեջ, խնդիրների մեջ։ Դուք լսել եք ինքը մի օր հանդիպումների ժամանակ մի հարց բարձրացնի։ Իրար ինչ որ
Պարոն Փաշինյան, գնամ մի հատ ապօրինությունները նայեմ Գագիկ Ծառուկյանի։ Սրիկա, այսինքն դու ապօրինություններ գիտեիր ու աչք էիր փակել։ Դուք հասկանում եք, որ դա հանցանք է։ Հարմար եղել այդ ժամանակ թույլ եք տվել, հա։ Այդպես է ստացվում, թե այդպես եք ներկայացնում։ Տիեզերական խայտառակությունը մեր Սուրբ երկրի վարչապետը իր այս թափառական բանդայով իրենք անպատասխանատու հանցագործներ են, որոնք ամեն օր հանցանք են թույլ տալիս հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ամեն օր սրում ավելացնում են անտեղի ի դեմ Հայաստանի, նրանք բարեկամ երկրներին տրամադրում են և Հայաստանի դեմ, և այդ երկրներում ապրող մեր համաքաղաքացիների դեմ, մեր հայրենակիցների դեմ, մեր հայերի, ովքեր այնտեղ հասել են արդյունքների և իրենց աշխատանքի քրտինքի առույցի բաժինը ուղարկում են Հայաստան, իրենց հարազատներին, իրենց բարեկամներին, որպեսզի կարողանան այստեղ ապրել։ Մեր երկրում սարսափելի թանկ են պարենային ապրանքները, որևէ վերահսկողության մասին դուք լսել եք, որ վարչապետը խոսի վերջերս հացի թանկացումից, վարչապետը խոսի բանջարեղենի գների մասին Երևան քաղաքում, կատնամթերքը, որ թանկանում է ամեն օր, դրանք առաջին սպառողական զամբյուղի ապրանքներն են, որոնք որ բոլոր տարիքի մարդիկ օգտագործում են։ Որևէ հոդաբաշ խոսք մենք լսել ենք, որ այս զինամթերքները, զինատեսակները մենք կունենանք մինչև, չգիտեմ, սեպտեմբեր, մյուսը նոյեմբեր և դեկտեմբերից մենք ամբողջ հակաօդային պաշտպանությունը, սահմանների պաշտպանությունը արդեն կլինի այս զինատեսակներով, այս մակարդակի վրա։ Մենք լսել ենք, որ ասի մենք մեկ աշխատատեղ ենք բացելու, մենք լսել ենք, որ ասի մեկ արտադրություն ենք հացի արտադրություն ենք բացելու այսինչ գյուղում, որը կապահովի 15 աշխատատեղ։ Դա իրան հետաքրքիր չի, որովհետև հայ մարդը Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չի ընդհանրապես, իր հարազատները իրեն հետաքրքիր չեն, իր երեխաները իրեն հետաքրքիր չեն, նա կքայլի կանցնի բոլորի վրայով։ Մենք ով ենք, որ ընդեղ կարողանան կանգնել, կտրորի, կոչնչացնի բոլորին, կրակել կտա, չգիտեմ, հիմա ինչ-որ զինամթերք մայիսի 28-ին ցանկանում են հանել շքերթ, զինվորական շքերթ ցուցադրել, ես կարծում եմ, որ այդ զինատեսակները հետ զորամասեր չեն գնալու, նրանք արդեն իրենց կանգառները ունեն, թե որտեղ պետք է դիրքավորվեն, որպեսզի ընտրությունները կեղծելուց հետո, երբ ամբողջ ժողովուրդը դուրս կգա իր իրավունքների պաշտպանության համար փողոցային պայքարի, այդ տեխնիկան պետք է բերեն քաղաք։ Ինքը վիրավորում է առաջին նախագահին, Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին նախագահին, ում կոշիկները սրբելու համար պատրաստ էր, չգիտեմ, ցանկացած գործողություն։ Մենք այդ ամբողջ ականատես ենք եղել։ Սադրեց մարտի 1-ը, փախավ, գնաց, թաքնվեց Երևանում տարբեր տներում, մարզերում, ինչ-որ կարճ ժամանակներով, եկավ հանձնվեց և մարդը, ով սադրեց, հիմնականում այդ ամբողջը բախումը տարավ,
Ղարաբաղցիներին այս պետք է անենք, այն պետք է անենք, դուրս պետք է շպրտենք։ Դե հետո մենք գիտենք այնտեղ գնում էր ինչեր էր խոսում։ Այդ մարդը ամիսներ նստեց եւ դուրս եկավ։ Նա մինիմում պետք է 8 տարի նստեր։ Բացի որ դուրս եկավ, ազգային ժողովի падգամավոր դարձավ։ Հենց Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակի 7-րդ համարով։ 1 ամիս, 2 ամիս հետո այնտեղից էլ թռավ։ Ինքը հավաքագրված գործակալ է մի քանի պետությունների կողմից։ Բոլորի հետ տարբեր բաներ է խոսում, պայմանավորվում, որ ես վերջնական քոնն եմ, ձերն եմ։ 1 օրով, 1 ժամով իր իշխանությունը երկարացնելու համար։ Մեր խնդիրն է, որ մենք համերաշխ ձևով, կազմակերպված ձևով մոբիլիզացվենք, գնանք ընտրական տեղամասեր եւ մեր պարտականությունը եւ պատասխանատվությունը մեր պետության հանդեպ մենք ցույց տանք։ Դա պարտականություն եւ պատասխանատվություն է, սիրելի հայրենակիցներ։ Ով կարող է գնալ մասնակցել ի վիճակի է մի ալարեք գնացեք տեղամասեր, գնացեք քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն ձեր ընտանիքների, հանուն ձեր շիրիմների, դա 2 տարի էլ չի տևի Հայաստանի կազմակերպումը եւ գաղթի ճանապարհը, դա 2 տարի չի տևի, եթե սա մնաց, իսկ ինքը ամեն ինչ անելու է, ամեն ստորության գնալու է, որպեսզի մնա իշխանության, բայց դա չլինելու բան է, սիրելի հայրենակիցներ, չվախենաք, վախ չկա, գնացեք ընտրության եւ տեր կանգնեք ձեր քվեին, տեր կանգնեք ձեր ընտրությանը, տեր կանգնեք ձեր հայրենիքին եւ տեր կանգնեք ձեր պապերին, որոնք որ ձեզ հայրենիք են փոխանցել։ Սա պետք է իր թայֆայով վերանա ընդհանրապես մեր կյանքից, մեր աչքից, մեր տեսադաշտից։ Սա ինքը մեզ մի բան հաստատ սովորեցրեց, ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը, ինչպիսի հատկություններ չպետք է ունենա երկրի ղեկավարը, վիրավորում են բոլորին, քաշքշում են, բրդում են, կինը, որը իր երեխաներին թողեց իր կողակցի զանգով գնաց գաղութում, որ մենակ չմնա, կանգնեց ամենավերջի ձևով վիրավորում էր փաստաբան Զարուհի Փոստանջյանին, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին, ստացվում է բոլորը խաբեպա են, գող ավազակներ են եղել եւ մեկ մարդ է եղել ազնիվ, որի անունն է Նիկոլ Փաշինյան, որը իր ամբողջ կյանքում զբաղված է եղել ջեբգիրությամբ։ Եթե կգտնեք մեկին, որը կասի Նիկոլը գործ էր դրել, ես աշխատել եմ եւ աշխատավարձ եմ ստացել։ Սա իր ամբողջ կյանքի գործունեությունը եղել է զրպարտություններով, սադրանքներով, մանիպուլյացիաներով շորթել իր ամբողջ կյանքում իր բարեկեցությունը, որը շատ բարեկեցիկ է եղել, նա այդ ամեն ինչը ապահովել է շորթումով։ Սիրելի հայրենակիցներ, ոչ մի կուսակցության բովանդակությանը մի նայեք, առաջարկություններին մի նայեք, ինչ է լինելու մի նայեք, որ հայ լինի, եթե հայ եղավ մեր ղեկավարը, եթե հայ արյուն հոսեց նրա արյան մեջ, ուրեմն
նրա երակներում։ Ուրեմն մենք ունենանք պետություն, մենք ունենանք հայրենիք, մենք ունենանք կրթություն, մենք ունենանք առողջապահություն, մենք ունենանք աշխատանք, մենք ունենանք անվտանգություն։ Եթե հայ չէ, բայց մենք խաբվել ենք, որ հայ է եւ մեզ դեռևս փորձում ենք համոզել, հավատալ, որ ինչ որ բան է փոխվելու, ինչ որ երկնքից մանանա է թափվելու, ոչ, այդպես չի լինելու, որ սա փոխվել այդ մանանան չի թափվելու, բայց մենք ունենալու ենք արժանապատիվ աշխատանք, մենք ունենալու ենք արժանապատիվ անվտանգություն, մենք ունենալու ենք արժանապատիվ ընտանիքներ եւ մենք ունենալու ենք արժանապատիվ դերը այս աշխարհում։ Երբ հայ ղեկավարը կանգնում ասում է Արցախը հայկական չէ, Արցախում հայեր չեն ապրել, Արցախը ով ասի գլուխը կկտրեմ, այս նույն բանը Հայաստանի մասին է ասելու։ Նույն բանը հայ ասելու Երևանը խաղաղությունը մեզ պարտադրում է, որ սա Երևանն է։ Ուզում ենք խաղաղություն, ուրեմն եկեք հարմարվենք ապրենք։ Ով ուզում է կզած ապրի, ընտրեք Նիկոլին, ով ուզում է արժանապատիվ իր ծնողի զավակը լինի եւ զավակներ ունենա, ուրեմն չենք ընտրում Նիկոլին։